Այս զրույցը վերաբերվում է միայն մեզ։ Սա ներքին խոսակցություն է։ Սա անմիջական շարունակությունն է արարման վերջին տեսանյութի, որովհետև մենք պետք է արձանագրենք, որ մեր մեջ խորապես նստած է մարդակենտրոն տիեզերքը։ Այնտեղ մենք հասկացանք, որ սև խոռոչը մեծ պայթյուն կարող են լինել արարչական գործիքներ նոր տիեզերք ստեղծելու համար։ Կարողացանք նաև ընկալել, որ ինքը արարիչը կարող է տարը անցել այդ գործիքների միջոցով, նաև մշակել ինքն իրեն, որպեսզի դառնա այն միջավայրը, որը պահպանում ու սնուցում է մեզ։ Բայց այստեղ կա մի անսպասելի պահ, մի շատ դժվար պահ, որ պետք է փորձենք այսօր հաղթահարել։ Եգիպտացի մեծ իմաստուն կար, Հերմես եռամեծը, որը ասում էր, որ ինչ որ վերևում էր, ներքևում էր։ Մենք պետք է հասկանանք, որ դա գիտակցության խնդիրն է։ Այդ խնդիրը անդադ հիմա քննարկվում է, բայց հասուն մարդկությունը պետք է այդ խնդիրը լուծի եւ հասկանա մարդու հոգեվոր կառուցվածքը։ Հնարավոր է, որ այդ սև խոռոչի մանրակերտը փոքր մոդելը ունի յուրաքանչյուր մարդ։ Հնարավոր է, որ այդ խոռոչից է հին մտքերը մշակվում նոր մտքերի, հին ապրումները մշակվում նոր ապրումների եւ դրանից առաջանում գիտակցություն։ Անմիջապես պետք է հասկանալ, որ այդ գիտակցության լույսը երևում է միայն մեր կենսաբանական օրգանիզմի վրա։ Ինքնին այդ սև խոռոչի լույսը չի երևում։ Հենց սա են բացահայտել ժամանակակից գիտնականները, որ ինքը ֆոտոնը լույսը կրողը, ինքը չի երևում։ Ինքը լուսավոր չի, ինքը պետք է անպայման ինչ-որ նյութի կպնի, ինչ-որ գազի, մտքի, օդի, որպեսզի դրա վրա ինքը լուսավորվի։ Սրանում է խնդրը, որ մեր գիտակցությունը բոցավառվում է միայն մեր ուղեղի վրա, մեր կենսաբանության վրա, մեր մարմնի վրա, որը նախատեսված է այդ լույսը ցույց տալու, այդ լույսը արարքներով տարածելու, գործողություններով, խոսքով, այդ լույսը երևակելու։ Այդ մութ աղբյուրի մասին քրիստոնյա սրբերը ասում են, որ երբ որ մենք թողնում ենք մարմինը, երբ որ մենք բարձրանում ենք, մենք տեսնում ենք այդ մթությունը, որի մեջ թաքնված է Աստված։ Բայց գիտնականները հասկացել են, որ լույսը չի երև այնքան ժամանակ, մինչև որևէ մարմին ուրեմն չգա դա արտացոլելու համար։ Ինչի համար եմ ես ամբողջ բարդ մեխանիկան բացատրում։ Հասկանալու համար, որ մեր տարածքում այդ լույսը բնօրինակը մարդու շատ հեշտ է անցալվում։ Եվ այս ամբողջ անտեսանելի ու տեսանելի համակարգը լավագույնս հասկացվում է եւ ընկալվում է մեր տարածքում։ Մեր աշխարհագրական վայրն է ամենահարմարը, որպեսզի այս գաղափարները համընկնեն մարդու հետ, որպեսզի մարդը մարմնավորի հենց մարդու գաղափարը։ Ինչ ենք մենք տեսնում այս սև խոռոչի հետ կապված, որը որ ստեղծում է գիտակցության լույսը։ Մենք տեսնում ենք, որ նույնիսկ ամենաապահով մարդիկ, նույնիսկ ամենահզոր երկրներում մարդկանց դեմքի վրա կա որոշակի ընկճում, կա որոշակի դժգոհություն, նույնիսկ միլիարդատերը, նույնիսկ արքաներից արքաները հին ժամանակ ինչ որտեղ մռայլվել են, նույնիսկ թագավորները, նույնիսկ աներևակայելի հարուստ մարդիկ, որոնք բավարարված էին ամեն ինչով, հանկարծ զգում են ինչ-որ խոց, զգում են ինչ-որ ցավ, զգում են ինչ-որ վերք։ Հենց բանը նրանում է, որ այդ գիտակցության աղբյուրը իրանք իջեցրել են ներքև, իրանք չեն կարողանում պահել այդ կառուցվածքը նրանում է, որ պետք է մարմինը բերել այդ լույսի տակ։ Գիտակցության անեական գործիքներով, ոչ կարևոր գործիքներով դասավորում են իրենց կյանքը եւ հաջողությամբ են դասավորում։ Այնուամենայնիվ իրանք զգում են, որ գիտակցության աղբյուրը իրենց վրա չի, եւ իրանք այդ խոցը զգում են, եւ իրանք զգում են այդ վերքը։ Ու դա զգում է յուրաքանչյուր մարդ։
Յուրաքանչյուր մարդ զգում է, որ իր հոգևոր օրգանիզմի մեջ ամեն ինչ ճիշտ չի դասավորված, որ ինքը գտնվում է իր գիտակցության աղբյուրից շեղման անկյան տակ։ Այս սա եմ ես ուզում հասկացնել, որ գտնվելով հայոց լեռնաշխարհում մենք գտնվում ենք այդ գիտակցության աղբյուրի ուղիղ ներքևում։ Դրա համար ես ուզում եմ այս ներքին խոսակցությունը բացահայտել հետևյալ կերպ։ Մենք պիտի հասկանանք, որտեղ ենք ապրում։ Եկեք մի պահ ազատ մտածենք, ուղղակի թողնենք մի կողմ, ոնց է հնարավոր մի ազգ, մի ժողովուրդ, որի մի կողմը դասական արևելքն է, մյուս կողմը դասական արևմուտքն է։ Թողնենք այդ թուրքական գործոնը, հասկանանք, որ մեզնից արևմուտք այդ հույներն են։ Հույները դասական Եվրոպան է։ Մեզնից արևելք Իրանի ժողովուրդն է։ Պարսիկ ազգն է, որը դասական արևելք է։ Ոնց է դա հնարավոր։ Իսկ մենք որտեղ ենք։ Սա պետք է ամենայն սրությամբ դնել այս հարցը։ Մենք գտնվում ենք միտեղ, ես հիմա նստած եմ միտեղ, որտեղից դեպի Մասիս, դեպի հարավ եւ Մասիսով ուղիղ ներքև նայեք քարտեզով Իրանի սահմանով իջնելով Միջագետքով իջնելով դեպի շումերների հայրենիքը եւ միանալով դեպի Պարսից ծոց։ Այս ողնաշարը սա հենց մարդակենտրոն առանցքն է։ Մենք գտնվում ենք հենց այդ առանցքի վրա։ Մենք ապրում ենք հենց այդ մարդու տանը։ Գրքի վրա բերեմ օրինակ։ Գրքի թերթը։ Այդ թերթը երբ որ ես շարժում եմ, այս եզրի հետ հսկայական իրադարձություններ է կատարում։ Ինքը անցնում է այս ճանապարհ։ Բայց գրքի թերթի այս սկզբի մասը հիմքում շատ քիչ բան է կատարվում։ Այստեղ ենք մենք ապրում։ Այնտեղ որտեղ մեջքն է կարված։ Այնտեղ որտեղ բոլոր թերթերը հավաքված են։ Դրա համար մեր մոտ չի կատարում այն խելահեղ քաղաքակրթական առաջադրանքները ու աննորմալ պատմությունը, ինչ որ կատարվում է Բևեռում ապրող ժողովուրդների հետ, ովքեր ապրում են ծայրամասերում։ Մեջտեղում ենք երբեք չենք նախաձեռնում խելահեղ պրոյեկտներ, չինական պատի նման, եվրոպական այդ ահռելի տաճարների նման։ Մենք չենք անում տենց ծայրահեղ առաջադրանքներ, որտեղ գաղափարը ամբողջությամբ բարձր է մարդուց, որի տակ մարդը շատ փոքր է։ Գալով դեպի կենտրոն, բոլոր ազդեցությունները թուլանում են, բոլոր առաջադրանքները փոքրանում են, եւ գալով մեջտեղ մենք տեսնում ենք, որ մարդու գաղափարը համընկնում է մարդու հետ։ Եվ դա կատարվում է շատ անմիջական։ Եվ դա զգում են բոլոր հյուրերը, որոնք գալիս են Հայաստան, սնվում են, մի քիչ ապրում են մեր կյանքով ու դուրս են գալիս դեպի մեր բնությունը։ Ու հանկարծ իրանք զգում են, որ այդ լուսամարտը, այդ խորոչը, այդ գիտակցության աղբյուրը ուղիղ գտնվում է իրենց վրա։ Եվ իրանք ուղիղ կատարում են մարդու գործառույթը, որ իրանք հանկարծ լիարժեք մարմնավորվեցին։ Բոլոր նրանք, ովքեր ունեն երկար հիշողություն, ովքեր ունեն հոգևոր ապրումի ճաշակ, ովքեր համտեսել են տարբեր արժեքներ, իրանք զգում են այդ շեղումները։ Իրանք զգում են ոնց է մարդը հատուցում պահանջում իր մարդկային ջանքերի համար, ոնց է մարդը ամեն ինչ անում փոխհատուցման համար։ Փոխհատուցումը հենց այն մարդկայինն է, որ ինքը պահանջում է, բայց ինքը անում անմարդկային գործողություններ, ծանր աշխատանք, անմարդկային պրոյեկտներ եւ այլ քաղաքակրթական առաջադրանքներ են դրանք ըստ էության, ինչ որ կատարում են Բևեռներում, արևելքում եւ արևմուտքում։ Բայց մարդկային բավարարման պահի ժամանակ իրանք զգում են այդ խոցը, այդ մռայլությունը։ Իրանք զգում են, որ մարդու այդ բնօրինակը ճիշտ չի դասավորված իրենց վրա։ Դա համար մենք սա պետք է հասկանանք, սա միայն մեզ է վերաբերում, սրա վարպետները մենք ենք։ Դրա համար բոլոր խոր մտածողները գալիս հանգում են, ստեղ դրախտն է, ստեղ մոտերքում է դրախտը, ստեղ հեշտ է լավ զգալ։ Այս տարածքը պետք է պահպանել, ստեղ մի հազվագյուտ փորձառություն է տեղի ունենում։ Սենց բան մենք չենք զգացել։ Մենք ապրել ենք հազարավոր երկրներում, տարբեր տեղերում ծնվել, մահացել, բայց ոչ մի անգամ
այս անմիջականությունն, այս թեթևությունն, այս հանգստությունն, այս անդորը, այս լիարժեքությունը դիեզերական մենք չենք զգացել ոչ միտեղ։ Այստեղից է մեր անտարբերությունը։ Մենք զգում ենք, որ քաղաքակրթությունը հիմա շարժվում է մարդուց անջատ, մարդուց հեռու ուղղությամբ, դեպի արհեստական ինտելեկտը, դեպի տեխնոլոգիաները, դեպի արհեստական էակները։ Ու մեզ հետաքրքիր չէ այն ամեն ինչ, որ մարդուց հեռանում է։ Հայը միշտ իր հայացքը պահում է քաղաքակրթության բարոյական միջուկին։ Նրան հավերժորեն հետաքրում է ներկա մարդու վերաբերմունքը իր ժամանակին, վախենալու է սիրտը իր ժամանակի մարտահրավերներից, բավականացնելու է մարդասիրությունը հանրային կյանքը արժանապատիվ պահելու համար, կկարողանա քաղաքակրթությունը վերադասավորվել այնպես, որ չհեռանա իր արմատներից, կպահպանի ու կպատվի այն մարդկանց վաստակը, ովքեր իրենց կյանքը նվիրել են նման խնդիրների լուծմանը։ Ինչ պիտի լինի, որ առաջ գա բարի կամք։ Արևելքը ներքուստ է անանավորված, որպեսզի ներսում դաստիարակի մարդուն։ Եվ այնտեղ շատ է հավերժը։ Արևմուտքում մարդը իր անձի շուրջ է ստեղծում օրենքներ, դրսից է կանոնակարգված, որպեսզի էլի ներսում դաստիարակվի մարդը։ Գալով այստեղ հավերժն ու անցողիկը միախառնվում են շատ ճիշտ համաչափության մեջ, դրսի ու ներսի օրենքները նույնպես թուլանում են եւ մարդը զգում է ինքն իրեն իր տանը։ Ու այստեղ մեր ինքնաճանաչումը բերում է մեզ դեպի մարդկության ակունքները։ Նորից ու նորից բոլոր մտածողները ճիշտ են զգում, որ հայոց բնաշխարհը ակունքային է, որովհետեւ մենք զգում ենք, որ առաջին խնդիրը, որ մեր առաջ դրված է, դա կենցաղն է։ Դա հենց երկրի պայմաններում մարմնի մեջ ապրելու գեր առաջադրանքն է, եւ մենք այդ գեր առաջադրանքի վարպետներն ենք։ Դա նշանակում է, որ մենք մեր կենցաղը կազմակերպել ենք պահպանելով մեր ծիծաղը, մեր ուրախությունը, մեր երգն ու պարը, մեր հոգեվոր, հոգեբանական կարիքների բավարարումը։ Մենք արարում ենք այն ամբողջը, որը որ պետք է բավարարել մարդու հոգեբանական եւ հոգեվոր պահանջները։ Մենք ենք տերը այդ ողջի ու ամբողջի։ Եկվորները, ճամփորդները անվերջորեն զարմանում են, թե ինչ թեթևությամբ ենք մենք կազմակերպել մեր կենցաղը։ Մեր ամբողջ կյանքը լի էր բոլոր բարիքներով, ինչ որ նախատեսված է մարդու համար երկրի վրա։ Եվ այդ բարիքների ամբողջությունը կոչվում է ինքնություն։ Եվ այս ինքնությունն է եսի բովանդակությունը։ Ես ասացի, որ եսը դառնում է աշխարհ, անդամագրվում է աշխարհ, որտեղ ուրիշ աշխարհ չկա մարդու համար։ Եվ այդ եսի աշխարհի բովանդակությունը կոչվում է ինքնություն։ Այ ինքնությունը այն ամբողջ լիությունն էր ներքին, արտաքին, հարաբերությունների, ցեղատոհմային, համաշխարհային, քաղաքակրթական, որը որ ուրեմն արտադրվել է, ստեղծվել է, արարվել է մեր հայոց լեռնաշխարհում։ Դրա մեջ կա ճշմարտություն, որովհետև մարդաչափ անտրոպոմետրիկ հարաբերությունը մարդու եւ իր սեփական գաղափարի, մարդու եւ իր բնօրինակի լուսամարտու բերում է մեծ ներքին էնտուզիազմ, բերում է հսկայական լիցքավորում ապրելու, նորից սիրելու աշխարհը, նորից վերադառնալու, նորից ամեն ինչ զրոյից վերակառուցելու, հեղափոխելու, այսինքն հենց կյանքի կենցաղի մեջ վարպետանալուն է բերում։ Դա ամենակարևոր պահերից մեկն է մեր համար, որովհետև ապագայում նախատեսվում է մարդու ինքնությունը փոքրացնել։ Այ մենք սովորեցինք մեր արվեստի գործերը դնել թանգարան, բայց մենք շրջապատված ենք դրանցով։ Մենք սովորեցինք մեր երկու պարը վերածել տոնացույցի, որի վրա օրեր են նախատեսված, բայց այդպես չէր։ Մենք հանդուրժում ենք, որ շատ լավ բաներ մեր կյանքից դուրս են գալիս ու մենք ապրում ենք առանց դրա։ Հատկապես վերջին տասնամյակները մենք ամբողջությամբ հեռացանք ինքներս մեզնից կամ ուրեմն կարողանում ենք ապրել առանց արվեստի, առանց ազգային տոների, բայց մենք պետք է հասկանանք, որ մեր վարքագծային մշակույթը, կենսակերպային մշակույթը դա մեր ամբողջ մշակույթի ուղիղ կեսն է։
Մենք կարող ենք զբաղվել արտադրություններով, միջազգային հարցերով, տնտեսության տարբեր տեսակներով, բայց մենք պետք է հասկանանք, որ ամբողջ մեր գործունեության կեսը դա մարդկային վարքաբանական, վարքագծային հղկումների մասին է։ Մեր ինքնությունը հենց այն հոգևոր ու հոգեբանական մասն է, որը մենք մշակել ենք հազարամյակներով։ Դա պետք է վերադարձնել։ Այս ինքնությունն է նաև վտանգելու արհեստական ինտելեկտը, որովհետև ինքը փորձելու է հենց մարդու կենսակերպը խմբագրել, մարդուն ավելի նեղ սահմանների մեջ դնել։ Եվ այդ իմաստով կենցաղի մեջ գտնել աստղային բավարարում, գտնել դիեզերական ապրումների քանակ, տեղավորել դա հենց կենցաղի մեջ, դա մեր աշխատանքն է, դա մեր գործն է։ Դա մենք որպես հին ազգ պետք է սովորացնենք մյուս ազգերին, որոնք որ այդ process-ները բաժանել են մասերի։ Թատրոնը առանձին, կինոն առանձին, այս բան գործողություններ եւ պատճառով մասնատված քաղաքակրթությունը էլ չի կարողանում ինքն իր մասերը պահի։ Սնուցում կքչանա ու այդ մասերը ընդհանրապես կչանան, բայց կենտրոնական տեղը, որով մենք ապրել են մեր նախնիները մի ամբողջության մեջ, ողջության մի զգացումով, սա պետք է հետ վերադարձնել։ Սա է ապագայի պայքարը լինելու, սա է լինելու կռիվ ռեսուրսների համար եւ այլ, բայց առաջին հերթին խոսքը գնում է ներքին ռեսուրսների մասին, խոսքը գնում է այն ռեսուրսների մասին, որոնք որ պարտադիր պիտի ունենա մարդը, որը մարմնավորված մարդուն հասնում է, նախատեսված այդ մարդու համար։ Դա իր ամբողջ լիարժեք կենցաղն է մինչև աստղային երկինք։ Այս է մեր ազգային գաղափարախոսության, այսպես ասած, խմորը։ Սա մենք պիտի հասցնենք ապագա դարեր բացատրելու համար, որ կա այդ ազգը, որ միշտ եղել է այդ ազգը բացարձակ հավասարակշռության մեջ, նյութի ու ոգու, գաղափարի ու մարդու, անելիքների չափի մեջ։ Եվ սա իսկապես վերաբերում է մեզ, սա մեր ներքին խոսակցություններ, սա ապագայի ինքնության պայքարի համար մտքային նախապատրաստվածություն է, որի համար շնորհակալություն։